Բարև ձեզ, սիրելի Լոս Անջելեսի հանդիսատես։ Ողջույն, սիրով ուզում ենք տեղեկացնել, որ հունիսի 19-ին եւ 21-ին 7:30 PM Pasadena-ի PM երեկոյան։ Pasadena-ի AGB սրահում տեղի կունենա Առաքել ներկայացումը նորովի հատուկ ձեզ համար անակնկալ։ հունիսի 19-ին եւ 21-ին AGB Performing Arts Center Սկիզբը 7:30 PM Տոմսերի համար զանգահարեք 818 265 0506 կամ այցելեք ticketmickey.com կայքը։ Առաքել ներկայացում բոլոր նրանց համար, ովքեր անտարբեր չեն Հայաստանի ճակատագրի նկատմամբ։ Սիրով սպասում ենք բոլորիդ։ Կգաք, թե չկներանանք։ Եթե դուք հետաքրված եք Glendale, Montrose, Burbank, Tahanga, Azusa, Bernice, ինչպես նաև Lancaster-ում հարցերի դեպքում զանգահարեք գրեք ինձ, ես ձեզ սիրով կպատասխանեմ։ Ձեր Լեո Մարտին։ Հանդիսատեսի բազում առաջարկներով հուլիսի 1-ին ժամը 7:30 Pasadena-ի AGB-յու թատրոնում նորից կկայանա Գերին եւ Գրեյսը ներկայացումը Հովհաննես Բաբախանյանի եւ Նարինե Չիլինգարյանի դերակատարմամբ ըստ Խորեն Արամոնո պիեսի բեմադրությամբ Գոր Բաբախանյանի անմոռանալի երեկո թատերասեր հասարակության համար իդեպ ներկայացումը նվիրվում է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանի ծննդյան տարեդարձին Տոմսերի համար զանգահարել 818 265 0506 կամ այցելել ticketmickey.com Ողջույն, Հորիզոնի եթերում կրկին դիմանկար ծրագիրն է։ Այսօր դիմանկարը իր տաղավարը հյուրընկալել շատ հետաքրքիր հյուրերի, մի քիչ համբերություն, ես հիմա կասեմ, որտեղ նրանք մեզ մոտ ժամանել են Հայաստանից։ Մեր շատ սիրելի Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը եւ դերասան նույնպես շատ սիրելի Սամվել Թոփալյանը։ Ողջույն տղաներ։ Ինչպե՞ս եք։ Լավ, տրամադրությունը լավ, արևային Լոս Անջելեսյան սենց, չէ։ Արևային եղանակից եկանք ավելի Արևային եղանակ, հա, ճիշտ է։ Դե Լոս Անջելեսը բոլորին արևով է դիմավորում, այտենց մի հատ բնավորություն ունի ինքը։ Զգացողությունը Բաղուց չեք եղել, չէ՞։ Չէ, դու եղել ես, դու մի հատ ներկայացում խաղացիր այստեղ, ես նայել եմ, այո։ Այ հենց հենց չեք եկել Լոս Անջելես, ես գիտեմ, որ դուք առաքելություն ունեք այստեղ անելու եւ ձեր առաքելությունը դա առաքել ներկայացումն է։ Որը ես մի 2-3 տարի առաջ նայել եմ, բայց հիմա ասեցիք, որ ինքը ինչ-որ փոփոխությունների է ենթարկվել, այսինքն հանդիսատեսը, նույնիսկ դիտող հանդիսատեսը նոր աչքերով պետք է նայի ներկայացումը։ Այո, որովհետև ներկայացումը ծնվեց այն ժամանակ պատերազմից հետո, 44 օրյա պատերազմից հետո, որից հետո ինձ թվում էր, թե ես էլ բեմ չեմ բարձրանա։ Այն ժամանակ այդպեսի մտադրություն կար, ընդհանուր տրամադրություն, ընդհանուր երկրի վիճակը, բայց հետո Գևորգ Ալթունյան, որը պիեսի հեղինակն է, ստիպեց առաջին իր պիեսներ, գրեց բերեց, ասի Գևորգ ջան, ես ասեց չէ, ուղղակի կարդա կարծիք հայտնի։ Ու այդպես կարդացի ու հասկացա, որ սրանով անմիջապես պետք է բեմ դուրս գալ։ Այդ քոնն է։ Երկար մտածելուց հետո, բայց երկրորդ եւ ավելի կարեւոր դեմքը կա ներկայացման մեջ ու բնականաբար Սամվելը Թոփալյան հայտնվեց, այսինքն շատ հայտնի է։ Էլի ձեր այդ միասնությունը ով ում ընտրեց, բարձր դուք եք առաջինը կարդացել։ Ուզած չուզած որտեվ ես էի տեսնում Արմինե Թամբարձումյան ու ընտրությունը կանգնեց Սամվելի վրա ու ամենակարևորը ես երջանիկ դերասան եմ, որովհետև հրաշք զուգ ընկեր ունեմ, հրաշք մարդու հետ եմ բեմ բարձանում, փոխադարձ։ Շնորհակալ եմ։ Ու ներկայացումը խաղացինք ու անմիջապես բերեցինք Միացյալ Նահանգներ այն ժամանակ մեր հանդիսատեսի հետ կիսվելու մտքերով։ Հետո երբ որ վերադարձանք, շատ բաներ էլի փոխվեց ու շատ արագ ցավոք սրտի դեռ Արցախը կար, երբ որ ներկայացումը բեմադրվեց
ու վերաբերմունքներ ուրիշ, հետո Արցախը ցավոք սրտի ու իմ կարծիքով, ես չգիտեմ, Սամվելն էլ է հուսով եմ պես կարծում, որ ժամանակավոր Արցախը Բոլորս ենք այդպես կարծում, բոլորս։ ու ներկայացման մեջ փոփոխություններ մտցվեցին ու դրա համար էլ արդեն փոփոխված տարբերակը որոշեցինք կրկին բերել հանդիսատեսի հետ կիսվել այն ամենով, ինչ որ մեզ հետ կատարվում է։ Շատ լավ է։ Այ երկու տարբեր սերնդի դերասաններ եք նստած, ով ումից ինչ է սովորում։ Դե բնականաբար ես շատ բան եմ սովորում ու ոչ միայն որպես դերասան, այլ որպես մարդ, որովհետև Արամիջը ինձ համար եւ որպես դերասան առավել եւս արդեն մի քանի տարի ճանաչելուց հետո անձամբ բացառիկ մարդու կերպար է ինձ համար, այնպես որ սովորելու միշտ ես հաստատ ինչ որ բան ունեմ վստահաբար։ Սամվելից էլ բավականին բան կա սովորելու, որովհետև իսկապես այդ սերունդների տարբերությունը ու լրիվ նոր հոգի, նոր ոգի եկավ բեմ ու ինձ համար անսպասելի էր ու պետք էր ամեն կերպ հասցնել այս դերասանների հետևից ու փառք Աստծո, որ այդ զուգ ընկերությունը ինքը ստացվեց, որը վերածվեց ընկերության ու մինչև հիմա ես շատ գոհ եմ, որ Սամվելի հետ բեմ ունեմ։ Լավ, մի քիչ մեր հեռուստադիտողին, որը ես վստահ եմ, որ անպայման պետք է գա եւ այդ ներկայացումը դիտի, մի քիչ ծանոթացնենք նյութին։ Ով էր ձեզ համար Առաքելը, ինչ հղում է տալիս ինքը Առաքելը։ Գիտեք, ես կարծում եմ, որ Առաքել այդ կերպարը պետքա լինի յուրաքանչյուրիս մեջ, անպայման, որովհետև կա շատ ներքին ձայն, որով որ դու կիսվում ես հենց Առաքելի հետ, դա շատ կարևոր է ու ներկայացման մեջ ինքը այդ գործող անձը, բայց դու մի ասա, որ բավականին ծանրակշիռ դեր է իր ունի Սամվելի կերպարի կողքը, Սամվելի կերպարի համար։ Ու ներկայացումը նաև պատմում, մենք ավելի շատ երևի ոչ թե ներկայացում ենք խաղում, մենք զրույց ենք բռնվում եւ Առաքելի եւ Տիգրանի իմ կերպարի միջեւ եւ նաև հանդիսատեսի միջև այն մինչև ներկայացման մասին խոսել ասացին, որ վստահ ենք, որ մի օր Արցախը հետ է գալու։ Այստեղ հենց այդ, այսպես ասած, մեսեջը կա ինչ առումով, որ մարդը, որը հայտնվել է հուսալքության գագաթնակետին, այսինքն հետ դարձի ճանապարհ չկա ու նույնիսկ կյանքը կորցնելու այդ խայլին է գնում ու հայտնվում է Առաքելը, որ այդ մարդու մեջ, որը կոտրված, հուսալքված, ոչ թե չարությունն առաջ բերում, այլ ապրելու, մեջքը ուղղելու ու վստահաբար նաև այն կարևորագույն արժեքները ու երևույթները, որ կորցրել ենք, ամեն ինչ անելու, որ հետ բերենք, բայց մենք պիտի դա անենք։ Ոչ թե հույսներս դնելով, չգիտեմ, ինչ-որ մի, այլ կոնկրետ մեր մեջքը ուղղելու, աշխատանքի, շատ սիրելու մեր երկիրը, դրա շնորհիվ պիտի հետ բերենք։ Այո, եւ որտեւ ես կարծում եմ, որ երկիրը միայն կարելի է պահել իրան շատ սիրելով, փնովելով, հանգատվելով, չարանալով երկիրը չեն կարող պահել։ Գիտեք, Տիգրանի Սամվելի կերպարը, Տիգրանը, ինքը այդքան էլ անես չի, որ չի հանդիպում մեր կյանքում, իրենք շատ են, որոնք որ կյանք են տվել, որոնք որ առողջություն են տվել, որոնք իրենց են զոհաբերել պատերազմների ընթացքում ու հիմա մեկ ցավում եմ ես շատ դրա համար, բայց մի մասի մոտ տպավորություն կա, որ դա կորցված կերպարներ են, որ դա զուր էր, ինչի համար էր, այդ հարցերը դրանք սպանում են անկեղծ ասած, ոնց ինչի համար էր, որ այսօր մենք կանք, որ այսօր ապրում ենք, որ երկիրը կա,
Այո, բրավո։ Արցախը չկա, բայց կլինի։ Իհարկե, Անպայման կլինի։ Այնքան պետություններ են այս կողմեն կողմ գնացել, կարևոր Հիմա է մի ոգու գուցե ուժն է, այո։ Մեր հերոստատիտողներից է շատերը մտածում են ռոմանտիզմի գիրքն է կնգնում մտածելով, բայց եթե Բայց այդպես ամեն չմտածեինք, ճշմարտության մեջ մի քիչ պիտի ռոմանտիզմ լինի, չէ։ իհարկե, Բնականաբար Առանց ռոմանտիզմի ոնց կլինի։ գիտեք, ես իմ պապիկին եմ հիշում, որը Կարսից էր արտագաղթել այն ժամանակ ու մինչև իր կյանքի ավարտը ինքը հավատում էր, որ մի օր վերադառնալու է տուն Կարս ու անգամ տան բանալիներ իրան մոտ կար, որը փոխանցեց ինձ, որ ես հիմա փոխանցել եմ ավակ որդուց։ Օ, Հա, որովհետև այդ շաքավեցի։ հավատը եթե չլիներ, երբևիցե վերադառնալու տուն, դա շատ վատ կանդրադառնար Մենք նաև էլ երկրի չենք համար։ լինի։ Այդ հավատն է, չէ, որ ապրում ենք, պահում Իհարկե, ենք, մտածում ենք։ իհարկե, դա համար հիմա մեկ-մեկ երբ որ հարցական են դնում այդ հողերի վերադարձի շուրջ, տան վերադարձի շուրջ, իսկ հիմա դա նաև ու ամենակարևորը Արցախն է, էլի հարցական են դնում կողքը, դա մեզ շատ է մտահոգում, շատ։ Լինելու է, անպայման լինելու է։ Ես այդպես եմ տրամադրված ամեն դեպքում։ Լավ, դուք երկուստ էլ դերասան եք, ես ուզում եմ մի այսպիսի հարց տալ ձեզ։ Դուք կերպարի մեջ մտնում եք կուլիսներում, թե երբ որ ոտքը դնում եք արդեն բեմ։ Կուլիսներում կենտրոնանում ֆիքսվում ենք մեր անելիքի վրա, բայց այդ որ ասում եք քայլ դնելու հայտնվել բեմ, արդեն դու մի ուրիշ միջավայրի, ուրիշ մթնոլորտի, ուրիշ էներգետիկայի մեջ ես, այդտեղ ինչ որ երևի արդեն ենթագիտակցորեն մեր մեջ ինչ որ բանա փոխվում։ Ու արդեն դու չես։ Մինչև բեմ մտնելը մի քիչ դու ես, հենց մտնում ես արդեն, Բնականաբար։ Գիտեք, ինձ մոտ մի փոքր երևի սերնդից է գալիս, ես այն տարիքում եմ, որ այդ կերպարով ապրում եմ, ինքը անընդհատ ինձ հետ է, ու մեր մնացած ներկայացումներն էլ, որոնք որ մենք արել ենք ու ներկայացրել ենք այստեղ հերոստատիտողներին, ինձ թվում է կգտնվեն մարդիկ, որոնք տեսել են Խաթաբալադան, Մեակուլպան, Մեակուլպա 2-ը, այդ ամեն ինչը ներկայացման մտահղացման մեջ արդեն մեր ներքինը կա, Արմեն Համբարձումյանի ու իմ, ու բնականաբար ռեժիսոր Արտուր Սահակյանի։ Այդ երեքով արդեն երկար տարիներ աշխատում ենք, դերասանները հաճախակի արդեն մեզ դառնալով ընկեր, մեզ հետ մասնակցում են բեմում, ոնց հիմա մենք գտանք Սամվելին ու ես հույս ունեմ, Աշուտ ես վստահ եմ, բայց ես հույս ունեմ, որ չենք կորցնի այդ կերպարը ու չենք կորցնի այդ մարդուն, այդ դերասանին, որ հետագայում էլ եթե ինչ որ գործեր լինեն անելու, արդեն բնականաբար Սամվելը իր ուրույն տեղը կունենա դրանց մեջ։ Սամվելն արդարացրել է իրան որպես առաջինը որպես մարդ, հետո որպես դերասան։ Իհարկե։ Հետո Սամվելը այսօրվա մեր ժամանակակից դերասանների մեջ լավագույններից մեկն է։ Աշխատում է լավագույն թատրոններից մեկում, Մալանի անվան թատրոնում ու հրաշք պիեսներ ունի, իսկ ես առանձնապես ուրախ եմ նրա համար, որ հիմա իր որդու հետ է բեմ բարձրանում։ Նոր ներկայացում արել է, շատ լավն է։ Հետ որ այստեղ խաղացի, չէ, որովհետև այստեղ Արևմտյան Հայաստանի մասին ինչ որ բան խաղացի, ուղղակի ինքը էկրանի վրա կադրեր էր գնում, չէ։ Այո, նաև կադրերը։ Ու ես մի բանի վրա եմ ուզում կենտրոնանալ ու անդրադառնալ ու անպայման ասել, որ իսկապես շատ կուզեմ նաև երիտասարդ սերունդը լինի
առաքել ներկայացմանը, որովհետև այսօր շատ հաճախ մեզ ենթագիտակցորեն կամ շատ ուղղակիորեն պարտադրում են վերադառնանք մեր ասացին, որ այդ ամեն ինչը չկա, որ այդ ամեն ինչի մասին մոռացեք, որ դա արդեն անցյալ է, նայեք, չգիտեմ, ապագա, իհարկե, պիտի առաջ նայեք, բայց պիտի ունենաս հուշ, պիտի ունենաս հիմք, պիտի ունենաս անցյալ, որը քեզ ճիշտ ապագան, ճիշտ ուղղությամբ կտանի։ Ու ես ուզում եմ այն մարդիկ, որոնք իսկապես հուսալքված կամ արդեն հիասթափված վիճակում են, գան ու տեսնեն, որ միշտ էլ այդ ինչ որ կոնկրետ լույս կա, որը ռոմանտիզմի կամ երևակայական ինչ որ մի երևույթ չի, այլ շատ ռեալ։ Եթե մենք ֆիքսենք մեր մեջ այս կետերը, մենք դա ամրացնենք մեր մեջ, հաստատ կունենանք այն ինչի մասին մենք նոր զրուցում ենք։ Այո, դա շատ կարևոր է։ Հա, իհարկե, ամեն դեպքում թատրոնը դա դպրոց է, դա ուսումնական տեղ է, մարդիկ գնում են, ինչ որ խորհելով դուրս են գալիս։ Հիմա այս ChatGPT-ները որ կան, ես անցած օրը մեկ իր հետ զբաղվում եմ, հարց եմ տալիս, ասում եմ, դե կինոն արդեն նկարում են, չգիտեմ, երաժշտություն, բան ասում եմ, ինչը կմնա էլի միայն ասում եմ, որ ChatGPT-ին չի կարող այդտեղ շարժվի, ասեց թատրոնը։ Բնական դա ճիշտ է։ Կենթանի շփում, կենթանի էմոցիաներ։ Այո։ Ու նաև ուզում եմ հիշեցնել, թե երբ ենք խաղալու ներկայացնում։ Հա, ես ուզում եի ասեի, սիրելի հեռուստադիտող, հունիսի 19-ի եւ 21-ին HBO-ի դահլիճում տեղի ունենալու առաքել ներկայացումը, մեր ներկայացման հերոսները այստեղ են, տետատետ նստած զրուցում ենք, ես համոզված եմ, որ բոլորը կգնան եւ կդիտեն այդ հրաշալի ներկայացումը եւ անպայման իրենց հետ խորհեր կտանեն այդ ներկայացումից հետո։ Ես կարծում եմ, որ հանդիսատեսը ու դա լավ կլինի։ Երևանում համենայն դեպս եկանք դրան։ Այստեղ էլ հուսով եմ այդպես կլինի, որ հանդիսատեսը դահլիճում նստած ուղղակի դիտոր չի լինի։ Ինքը կլինի մեր մեջի մասնակիցներից մեկը։ Ու վստահ եմ նաև կլինեն մարդիկ, որ նախ եւ առաջ իրենց առաքել է պետք ու վստահ եմ Հրանտ Թոխատյանի առաքելը իր առաքելությունը հաստատ կիրագործի նաև այդ մարդկանց համար, կդառնա առաքել այդ մարդկանց համար։ Որտեղ կա ձեզ համար տարբերություն այստեղի հանդիսատեսի եւ Հայաստանի հանդիսատեսի միջև։ Բնականաբար ենթադրում եմ կլինի, նաև չգիտեմ կարոտի դրսևորումը կա, բայց միևնույն ժամանակ շատ նման են, որովհետև մեր ընկալումը, մեր չգիտեմ սերը առ հայրենիք, նմանատիպ երևույթների երևի նույնն է։ Ընդամենը մարդիկ այստեղ ավելի կարոտով են լցված, այնտեղ ավելի, չգիտեմ, հողի վրա են, սա է երևի տարբերությունը, բայց ենթադրում եմ ցավը, երազանքները, մղումները առ հայրենիք նույնն են։ Գիտեք, ես 89 թվից եմ ծանոթ Լոս Անջելեսի հանդիսատեսի հետ։ 89 թվից։ Արդեն կես դարից ավել է լինում։ Այո։ Կես դար մոտավորապես։ Գիտեք, առաջի տարին եմ ես հիշում, հանդիսատեսի համար մի քիչ անսպասելի էր, հայրենիքից եկա թատրոն, այս ինչ են խոսում բեմից, բայց հետագայում արդեն քիչ-քիչ խաղալով։ Ես պատկերացրեք, եթե այդ երկար ճանապարհը չլինի, բեմ դուրս գալով առանձնապես չեմ տարբերում այստեղի հանդիսատեսին հայաստանյան հանդիսատեսի հետ։ Չեմ տարբերում, որովհետև նախ եւ առաջ շատերի կենսագրությունը սկսել է Հայաստանում։ Եվ հետո ինքան շատ եկան հիմա Հայաստանից։ Այո, դրա համար ես կարծում եմ, որ դարձել է Երևանյան հանդիսատես։ Հետո հիմա գիտեք, այս համացանցի դարում, այս Facebook-ներ եւ մնացածը իրենք համար ապրում են բացի այստեղից, բնականաբար դա շատ կարեւոր է իրենց կյանքն է, բայց նաեւ իրենց հայրենիքի կարոտով ու կյանքով, որովհետեւ ռոպեական ինչ որ կատարվում է այնտեղ իմանում են այստեղ կամ հակառակը ինչ որ կատարվում է այստեղ ամիջապես իմանում ես այնտեղ։ Նույնիսկ այստեղ բաներ կան կատարվում են, ես չեմ իմանում, բայց այնտեղ արդեն իմանում են, զանգում հարցնում են։ Ես միշտ մտածել եմ, մենք ֆենոմենալ ազգ ենք։ Այնտեղից փախնում ենք կամ գալիս ենք այստեղ մնում ենք։ Հիմա ամառային սեզոնն է, ուրեմն բոլորը սպասում են, որ ամառը գա ու տոմս առնեն գնան Հայաստան։
ասում ես ի՞նչ տեսակի մարդիկ ենք մենք, այ մարդ այնտեղից ելնում գալիս ենք ստեղ էլ ամեն վարքյան մտածում ենք, երբ պետք է ազատ պահ ունենանք, օր ունենանք կամ արձակուրդ ունենանք, որ գնանք այնտեղ։ Այ դա հայրենիքի կանչն է։ Գիտեք, ինչ ձև էլ ինքը որ լինի, համաձայն չլինես այսօրվա բարքերի հետ, ավելի շուտ գիտեք ուղիղ ասեմ, եթե անգամ համաձայնի չես այսօրվա իշխանության հետ, կամ երեկվա մարդիկ երեկվա իշխանության, առաջերվա առաջի իշխանության նշանակություն չունի։ Միևնույնն է այդ կարոտը ձգում է։ Այո, այո։ Հետ է կանչում մարդուն։ Այդ նույնն է, ինչ որ տվյալ դեպքում Սամվելի կերպարի մոտ, որ ձգում է իրան Արցախը։ Դա էլ արդեն կարոտ։ Դա էլ արդեն երեկվա օր, բայց մենք ուզում ենք, որ դա մնա այսօր, լինի այսօր։ Այդ ցավը, ուրախությունը, մտածմունքը, խորելը հայրենիքի մասին մարդուն հետ է բերում։ Տվյալ դեպքում այստեղի բնակվող մեր հայրենակիցներին հետ է քաշում Հայաստան։ Դե եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ հունիսի 19-ին եւ 21-ին տեղի ունենալու հրաշալի այդ ներկայացումը առաքելը մեր հերոստատիտողները կարծում եմ մեծ ողջավորությամբ կգան, մանավանդ որ ձեզ երկուսին միասին պետքա բեմում տեսնեն, ովքեր չեն տեսել, կտեսնեն, ովքեր տեսել են, ավելի նոր մոտեցում է լինելու։ Այսպես առաքելից անցնենք մի քիչ ուրիշ լիրիկական զեղում տանք, հա, մեր հաղորդմանը։ Համեցեք։ Լավ, Հրանտից սկսեմ։ Հրանտ, այսպեսի բան եմ ուզում հիշեցնել քեզ, ուրեմն տարիներ առաջ, երբ ես ապրում էի Հայաստանում, հեռուստատեսությունում էի աշխատում, ձեր տանը հյուր եղանք, Լուիզային նկարեցինք, եւ ես նրան մի այսպեսի հարց տվեցի, ասի, ինչպես եք կարողանում գրավել Հրանտի, ինչպես ես կարողացել գրավել Հրանտի սիրտը։ Ինքն ասեց, ես դեռ շարունակում եմ գրավել։ Իսկ դու մինչև հիմա է գրավում, անկեղծ ասած, ու հիմա գրավում է ոչ միայն իմ սիրտը, այլ նաև մեր դստրիկի, Լիլիթի սիրտը, բայց Լուիզայի մոտ դա շատ լավ ստացվում է, որովհետև ես Երշանիկ ամուսին եմ, ունեմ հրաշք Լուիզային, ունեմ իմ հրաշք դստրիկին, էլ չհաշված իմ երկու տղաներին եւ մի հատ էլ թորնիկ։ Մի հատ էլ թորնիկ։ Դա մար տղաների մասին Երջանիկ լինելու համար։ Մի քիչ ավելի զուսպ եմ խոսում, որտեղ արդեն մեծ են, հասուն մարդիկ են, բայց Լիլիթս ու մանավանդ թորնիկս հələ դեռ փոքր, արդեն Լիլիթն էլ այդքան փոքրիկ չի, մոտ 20 տարեկան է։ Ու ինձ համար ամենամեծ ուրախությունը նա է, որ ինքը աշխատում է հիմա այն թատրոնում, որը որ կառուցել են ժամանակին ես իմ ընկերների հետ միասին կամերային թատրոնում։ Պաստոր Լիլիթն էլ է ձեր ուղղությամբ գնացել, հա։ Այո։ Այդ դուք երկուստ էլ դերասան եք, Լուիզան եւ դու, երբ որ գնում եք տուն, թատրոնը տանում եք ձեզ հետ, թե թատրոնը վերջանում է տանը արդեն։ Չի կարող վերջանալ։ Բնականաբար Լուիզան իր ներկայացումով, իր հույզերով, իր ապրածով իրենց թատրոնում կիսվում է ինձ հետ։ Ես էլ այն ինչ-որ խաղում ենք արդեն, ես ու Սամվելը տվյալ դեպքում, կամ դրանից առաջին մյուս ներկայացումները, կիսվում եմ իր հետ։ Մենք իրար համար հանդիսատես ենք։ Ու որոշել ենք այսպեսի բան, ասենք ճիշտը։ Ինչ որ դուր է գալիս, ինչ որ դուր չի գալիս։ Ու մեկ-մեկ բնականաբար Լուիզան հաշվի է նստում իմ կարծիքի հետ, իսկ ես հաշվի եմ նստում իրեն կարծիքի հետ։ Դուք համ ամուսիններ եք, համ խաղընկերներ եք, համ էլ իրար հետ դիտորդ եք իրար հետ։ Խաղընկերներ ավելի քիչ են։ Քիչ եք, հա, հիմա ավելի որովհետև մի բան է որոշել ենք, որ էլ իրար հետ չխաղաք։ Տարբեր ստայլի դերասաններ ենք։ Հասկանալի է։ Դրա համար։ Ահա։ Պարզա, իսկ Սամվելը ես գիտեմ, որ դու ավարտել ես Արմեն Մազմանյանի կուրսը, մենք իրար հետ ենք սովորել Արմենի հետ, ինքը ռեժիսորական մեր սովորում, ես դերասանական։ Այ ինչ ա մնացել քեզ Արմենից, երբ ամեն անգամ բեմ ես մտնում։ Աղասիչը ասում էր, որ մինչև մասնագետ լինել, ես պիտի ձեզ դարձնեմ նախ լավ քաղաքացի։ Նախ շատ բան է ինձ տվել, թե մասնագիտական առումով, թե նաև մարդկային առումով, ու այդ անգնահատելի է ինչ որ բառերով կամ ինչ որ չափման միավոր
չկա, որ ես այդ այն ինչ ստացել եմ իրենից բարերով ասել։ Համենայն դեպս, այսպես ասեմ, իմ մասնագիտական տեսակը, իմ դերասանական որակը 99%-ով ինքնակառուցել, ու ոչ միայն իմ, իր բոլոր կուրսերի, բոլոր աշակերտների։ Ես շնորհակալ եմ շատ։ Ու դա շատ ճիշտ է, որովհետև ես բեմի վրա եմ եղել Արմենի հետ, մենք միասին ենք խաղացել, Նազար մինչև վերջ ներկայացում, ու հիմա էլ արդեն իր ուսանողը, իր սանը նախկինում Սամվելի հետ ենք բեմում, ու մեկ անգամ ասենք, որ չեմ նայում Սամվելի կողմ բեմի վրա, ինձ թվում է, որ հələ դեր մազեր շարունակում ենք խաղալ։ Միևնույն ժամանակ լրիվ տարբեր ոճեր են, բայց միևնույնն է այդ հավես է, բայց որ տարբեր ոճեր են, չէ՞։ Իհարկե։ Երբ հասկացաք, որ թատրոնը դերասան լինելը դա մասնագիտություն չի, դա ուղղակի ճակատագիր է, էլի, ինչ գիտեմ։ Չէ՞։ Մասնագիտություն է դերասանությունը։ Ինքը մասնագիտություն որովհետև այդպես կոչվում է, բայց իրականում ապրելաոճ է, ապրելաձև է։ Սենց տենես դու բեմ դուրս գալով շարունակում ես այն հույզերը, այն մտածմունքը, որը որ քեզ շրջապատում է կյանքում, քո առօրյայում։ Այդ դա շատ կարևոր է, երբ որ այդ արանքը, այդ չես գիծվում, որ ստեղ ուրիշ կերպ ես մտածում, ընդեղ ուրիշ։ Ճիշտ է, ես ու Սամվելն էլ թատրոնի տարբեր ձևեր ենք, տարբեր ձևերով ենք զբաղված։ Սամվելը ավելի դրամատիկ ոճի թատրոնի մեջ է։ Մեր ոճը մի քիչ ուրիշ է, ինքը տարբերում Արա Երնջակյանի ոճն Ալբերտ Կամերայինի, ու այդտեղ դու ապրում ես բեմում ու բարեբախտաբար ես միշտ խաղում եմ այն ներկայացումները, որոնց մտահղացման տերը նաև լինում եմ ես, Արմենի հետ Համբարձումյան, ու գրվում է մեր իսկ պատվերով, մեր հեղինակների կողմից, որտեղ մինչև այդ աշխատում ենք Վարամի հետ Սահակյան։ Հիմա Գևորգ Հալթունյան, բայց ոճը բռնացրել է Գևը, ու նույն ձևի դա շատ հետաքրքիր է, ու այդ ոճը իմ թե ինչպես է իրեն այս ոճի մեջ մոտավորապես զգում Սամվելը ինքը կասի։ Բնականաբար շատ հետաքրքիր է, բայց այս առումով ես իմ կերպարը առաքելում շատ չի, այսպես ասած, դրամատիզմից, դրամատիկ վիճակից դուրս գալիս։ Բայց նաև վերադառնամ այն հարցին, ինձ թվում է, եթե ապրելակերպա թե մասնագիտություն, եթե մենք մեր առօրյա կյանքում լինենք անտարբեր, լինենք ոչ սրտացավ, ոչ էմոցիոնալ մարդ ու դա փորձենք ուղղակի բեմ բարձրանալ, սուտ կդառնա, կփչվի մեր բեմում լինելը։ Ենթադրում եմ այս պարագայում մենք որպես մարդ մեր էմոցիաներով ուղղակիորեն դա մասնագիտական, այսպես ասած, լեզվով բարձրացնում ենք բեմ։ Առաքելի դեպքում, որ շատ կենթանի, շատ այսօրվա, շատ կոնկրետ ներվով, այսպես ասած, որ մենք ապրում ենք։ Եթե չհավատաս, բայց լավատեսության միանշանակ։ Այո, շատ կարևոր է։ Եթե դու չհավատաս նրան, ինչի մասին խոսում ես բեմից, հանդիսատեսը նույնպես կամ անհաղորդ կմնա քեզ հետ, կամ չի հավատա քեզ։ Այդ դա է շատ կարևոր, որ դու խոսես այն բանի մասին, իսկ մենք տվյալ դեպքում Սամվելի հետ խոսելու ենք հանդիսատեսի հետ այն ամենի մասին, ինչը որ հուզում է մեզ եւ բնականաբար հանդիսատեսին։ Եթե անգամ լինեն պահեր, որոնց հետ ինքը համաձայն չի այն ամեն այդ ինչի մասին խոսում ենք մենք, միևնույնն է ինքը ունի հնարավորություն առարկելու։ Ունեցել եք ստեղծագործական վեճեր։ Մենք։ Չէ։ Չէ, այնց էլ էր ամենակարևորը, որ Սամվելը հայտնվեց, գիտեք, անկեղծ ասած իրեն մոտ ասեմ։ Ասեք անկեղծ։ Փորձեր եղել են տարբեր դերասանների հետ։ Այն ժամանակ, երբ որ սկսում էինք Արտուրը Սահակյան,
մի քանի ուրիշ դերասաններ փորձեց էլի լավ։ Ես բան չունեմ ասելու, բայց երբ որ հայտնվեց Սամվելը, միգուցե ինքը անգամ տարիքով փոքր էր իր ստեղծված հերոսից, բայց այնց կարողացավ հավատացնել առաջ հերթին մեզ, որ անմիջապես Սամվելից հետո պարզ եղավ, որ այդ որոնումներն ու փորձերը վերջացել է, Տիգրանը եկել է։ Ես իրան արդեն կերպարի շնորհավորում եմ այդ դեպքում, որտես լավ խաղընկեր ունեք։ Շատ։ Իսկ պատահել է, որ ասել եք վերջ, բեմ չեմ ուզում, լույս չեմ ուզում, նկարահանում չեմ ուզում, ուզում եմ այդ ճանաչողությունը չլինի, բան, ուզում եմ հանգիստ ապրեմ, թող ոչ մեկի չճանաչի։ Որը դա լինի, ես էլ բեմ չեմ բացում։ Այդպեսի բան չի կարող լինի։ Որովհետև բեմը յուրովի հիվանդություն է, որով վարակվում ես ու դա արդեն քոնն է։ Այդ է ճակատագիր է արդեն։ Հետո գիտեք, դերասանի համար բեմը նույն հարթակն է, ինչ որ ուրիշ գործիչների կամ քաղաքական գործիչների համար իրենց հարթակներն են։ Բայց եթե նրանք այնտեղ կարող են ստել հաճախակի, բեմի վրա դու իրանք չունես ստել։ Չես կարող ուղղակի։ Ու բեմի վրա դու կարող ես արտահայտվել այն ամենով, ինչը որ այն մյուս դաշտում քեզ մոտ չի ստացվի, այտենց ինչպես բեմում։ Դա համար ինձ հաճախ հարցնում են, իսկ ինչի ես դու բավականին քիչ հայտնվում Facebook-յան դաշտում կամ որևէ այլ հարթակում սոցիալական ցանցերի։ Դա իմը չի։ Ես չեմ կարողանում։ Իմը բեմն է։ Դա համար ներկայացումները նրա մասին են, այն ինչի մասին, որ պետք է խոսեն այնտեղ։ Հրանտ, այ դու ասացիր քիչ առաջ, որ տղաներ ունես եւ թորնիկ ունես, այլ ինչ կուզենաս, որ թորնիկը քեզանից ժառանգի եւ ինչ կուզենաս, որ չժառանգի։ Թորնիկս արդեն ժառանգի։ Ահա, ինչ է ժառանգել։ Մեր ազգանունը։ Անունը։ Շատ կարևոր է։ Մանավանդ թորնիկս, այո, իմ անունն էլ է։ Ահա, նաեւ ձեր անունն է կրում։ Այո, ինքը Հրանտ Թոխաձյան։ Ահա։ Իմ տղաներից մեկն էլ է Հրանտ Թոխաձյան։ Դա համար ես որ մի երեխա է տանը, շատ քիչ էի։ Հիմա արդեն Հիմա Թոխաձյանները բազմացել են։ Այո։ Լավ սերունդ է, հետաքրքիր բան է, լավն է։ Ամենակարևորը մարդ լինի։ Ճիշտ քաղաքացի դառնա։ Սիրի իր հայրենիքը։ Ու գիտեք, ես այնքան գոհ եմ, որ տղաներս իրենց աշխատանքին են հաճախ լինում են շրջագայության մեջ աշխատանքով եւ այլն, բայց իրենք այսօրվարով ապրում են Երևանում, իմ կողքին, իրենց հայրենիքով, իրենց կենցաղով։ Այդ դրանից ես շատ գոհ եմ։ Ոչ թե ես դեմ եմ նրան, որ մարդիկ գնում են դուրս սովորելու, աշխատելու, ապրելու, իրենց կենցաղը ապահովելու, դա չի հարցը։ Հիմա երկրագուտը այնքան փոքրացել, որ կապ չունի թե դու որ մասում ես ապրում, անկեղծ եմ ասում։ Եթե շատ վաղուց ես մտածում եմ, ախր ոնց կարելի է թողել եւ գնալ եւ այլն, տեսեք, ես ավելի գնում եմ դեպի Երևանը, որովհետեւ իմը իմ Երևանն է։ Ես շատ եմ սիրում իմ երկիրը, Հայաստան երկիրը, բայց մասնավորապես Երևանը, որտեղ ես շատ երևանցի եմ։ Իմն է այդ քաղաքը, ես էլ իրեն եմ։ Ու պետքա ես ամեն գնով արժանի լինեմ այդ քաղաքին։ Այս ուզում եմ, որ տղաներից մոտ, ինձ մոտ ամենայն դեպս ստացվեց, հիմա որպեսի տղայից մոտ ստացվի, որպեսի իրեն տղանել։ Այնքան սիրի Երևանը, Աշուտ Երևանը սիրի իրեն այնքան, ինչքան որ ինքը պետքա սիրի Երևանը։ Լավ էր, հուզվեցի։ Որովհետև կան մարդիկ, որոնք Երևանի գույնն են ուղղակի, եթե այդ մարդը այդտեղից դուրս է գալիս, մի հատ գույն պակասում է։
Սավել դու միտեղ գրառում ես արել, որ շատ կարոտում են քեզ քո ընտանիքը, որովհետև դու շատ հյուրախաղերի ես գնում, նայ ոնց ես փարատում այդ կարոտը հետո ընտանիքիդ հետ միասին։ Հիմա տղադ էլա խաղում, գուցե տղայիդ էլ վերցնես գնաս, մնում է կինդ մենակ։ Չէ, ես նաև դուստր ունեմ, աղջիկ Հա, աղջիկ եմ, նայել ինչ լավ, ինչ լավ, կարևոր է որ աղջիկ ունես։ Տղան պապաները պետք է աղջիկ ունենան, ես կարծում եմ, էլի։ Պարտավոր է։ Պարտավոր է աղջիկ ունենալ, ճիշտ է։ Ես փարատում եմ նրանով, որ ես իրեն շատ եմ սիրում ու այս դեպքում մեծամտություն չլինի, բայց վստահ եմ, որ իրանք էլ ինձ շատ սիրում ու քանի որ այդ գիտակցումը ես ունեմ, որ մենք իրար շատ ենք սիրում, մի քիչ տեսնելը կամ այսպես ասած բացակայելը կարող է կարևոր է այստեղով մենք իրար զգում ենք, մենք իրար շատ սիրում ենք։ Ու առավելևս հիմա արդեն ամեն ինչ կա։ Այդպես կարող եմ ասել ու ես էլ շատ Արամիջին փորձեմ շարունակել ու շատ ուրախ եմ, որ հա իմ երեխաներն էլ ծնվել ու ապրում են Երևանում, այդ միջավայրում, այդ մարդկանց մեջ ու Աստված տա մենք էլ ամեն ինչ անում ենք, որ իսկապես արժանի լինեն, ոնց որ Արամիջը ասեց։ Իմ երեխաներն էլ են այնտեղ ապրում ու չեն ուզում գան այստեղ։ Ասում են, որ բոլորս հելնեն գան այդտեղ, բայց այդտեղ ով է ապրելու։ Միշտ տղաս այդ ասում է ինձ։ Ասում մտածել ես, այդտեղ ով է ապրելու։ Այդպես, լավ, ես մեր հաղորդումը կամաց մոտենում է իր տրամաբանական ավարտին, իհարկե զրույցը շատ հաճելի ասկի չեմ էլ ուզում, որ վերջանա։ Հրանտ Թոխատյանը ինչ հարց կտար իրեն 20 տարեկան հասակում, եթե հիմա 20 տարեկան լինեիք։ Բացի նրանից, որ ինչպես ես, ուրիշ բան չէի հարցնում, որովհետև ես առաջի անգամ 18 տարեկան հասակում մտա կամերային թատրոնի շինարարության մեջ, նոր ստեղծվում էր։ Ես հիշում եմ այդ անգամ չենք մտածում, որ դա լինելու է թատրոն։ Անկեղծ եմ ասում, որովհետև հավաքվել ենք տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, տարբեր բուհերից, տարբեր կազմակերպություններից։ Ու հետո դեն ժամանակ կոմունիստական շրջան էր, կոմունիստական քարտուղարներ բաներ ասցին, «Էդ ինչ դուք հավաքվում եք, էդ ինչ ակումբներ»։ Էդ ինչ եք անում դուք այդտեղ։ Մի բան պետք է կոչվի, հա, ու ասցին դուք բեմ եք բարձանում, չէ՞, ասենք ինչ-որ համերգային ծրագրեր։ Ասենք, հա, ասեցին դե կոչվեք թատրոն պրծեք, այդտենց ստեղծվեց Երևանի կամերային թատրոնը։ Արդեն քանի տարի է, 40։ Մինչև հիմա կա։ Հա, գիտեմ, չի ուզում ասեմ, արդեն 40 տարի, եթե 86։ Եթե ոչ ավել, այո, այո։ Պատմություն է։ Ու դրա համար, գիտեք, թատրոնը ուրիշ հաս չէի տա ինձ։ Ես այդ կողմից երջանիկ դերասան եմ, միշտ խաղացել եմ այն ինչ որ ուզում եմ խաղալ, ոչ թե ռեժիսորն է իմ տեղը որոշել, որտեղ ռեժիսորն էլ մեզանից մեկն էր, Արա Երինջակյանը։ Հետո հայտնվեց Արտուրը Սահակյան, որը նույնպես կամերայինում եղել է մեր այդ մի ժամանակաշրջանում։ Այնպես որ այդտենց մտերիմներով մնացել ենք ու այդ փոքրիկ, բայց արդեն մեծ շրջապատ եկավ Սամվելը, իր ուրույն տեղը գրավեց եւ իր ուրույն տեղում մնաց ու հուսով եմ կմնա։ Բրավո։ Խոստանում եմ։ Մյուս ներկայացում մեջ խաղալու է։ Այ ասել է։ Այ հենց հիմա խոստացի։ Այ հենց հիմա խոստացի։ Բակի պատիվ է Արամիջի կողքին լինել թե որպես ընկեր, թե որպես խաղընկեր։ Սամվել դու ինչ կասես քեզ, այ եթե 60 տարեկան լինես։ Ես ուղղակի չգիտեմ ինչ կցանկանայի, այսպես ասած, որ երբեք երազելու ունակությունը չկորցնեմ, որովհետև առանց երազ իրականությունը շատ տխուր է։ Ճիշտ է, համաձայն եմ։ Դե մի հատ էլ հիշեցնենք մեր հեռուստադիտողին, որ հունիսի 19-ին եւ 21-ին AGBU-ի Փասադենայում գտնվող AGBU թատրոնում տեղի ունենալու առաքելը ներկայացումը։ Շատ սիրելի մեր Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի եւ շատ ավելի սիրելի, ավելի չեմ ասում, շատ սիրելի ավելի սիրելի Սամվել Թոփալյանի մասնակցությամբ ներկա գտնվեք եւ ընդհանրապես սիրեք թատրոնը։
որտեվ թատրոնը դա կյանքի բաղկացուցիչ մի մաս է։ Համաձայն եմ 100% ես հետ։ Իսկապես մենք էլ Սամվելի հրավիրում ենք բոլորիդ։ Եկեք միասին խորենք, միասին զրուցենք այն ամենի մասին, ինչի մասին մտածում ենք ու ինչը որ ապրում է մեր երկիրը։ Դե շնորհակալություն ձեզ, ձեր թանկ ժամանակ ինձ հետ կիսելու, շատ հաճելի հյուրեր էիք ինձ համար այսօր։ Շատ բանի մասին կարելի էր զրուցել, բայց ցավոք սրտի ժամանակը Մյուս անգամ միշտ պատրաստ եմ, միշտ սիրով։ Այսպես սիրելի հեռուստադիտողներ, վերջացավ այսօրվա մեր դիմանկար ծրագիրը, մենք կհանդիպենք հաջորդ անգամ ցտեսություն։ Բարև ձեզ, սիրելի Լոս Անջելեսի հանդիսատես։ Ողջույն, սիրով ուզում ենք տեղեկացնել, որ Հունիսի 19-ին եւ 21-ին 7:30 PM Pasadena-ի PM երեկոյան։ Pasadena-ի AGB սրահում տեղի կունենա Առաքել ներկայացումը նորովի հատուկ ձեզ համար անակնկալ։ Հունիսի 19-ին եւ 21-ին AGB Performing Arts Center։ Սկիզբը 7:30 PM։ Տոմսերի համար զանգահարեք 818 265 0506 կամ այցելեք ticketmickey.com կայքը։ Առաքել ներկայացում բոլոր նրանց համար, ովքեր անտարբեր չեն Հայաստանի ճակատագրի նկատմամբ։ Սիրով սպասում ենք բոլորիդ։ Կգաք, թե չկներանանք։ Եթե դուք հետաքրված եք Glendale, Montrose, Burbank, Tahanga, Azusa, Bernice, ինչպես նաև Lancaster-ում հարցերի դեպքում զանգահարեք գրեք ինձ, ես ձեզ սիրով կպատասխանեմ։ Ձեր Լեո Մարտին։ Հանդիսատեսի բազում առաջարկներով հուլիսի 1-ին ժամը 7:30 Pasadena-ի AGB թատրոնում նորից կկայանա Գերին եւ Գրեյսը ներկայացումը Հովանես Բաբախանյանի եւ Նարինե Չիլինգարյանի դերակատարմամբ ըստ Խորեն Արամոնո պիեսի բեմադրությամբ Գոր Բաբախանյանի անմոռանալի երեկո թատերասեր հասարակության համար իդեպ ներկայացումը նվիրվում է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հովանես Բաբախանյանի ծննդյան տարեդարձին Տոմսերի համար զանգահարել 818 265 0506 կամ այցելել ticketmicket.com